Բարի լույս ընկերներ, մեզ մոտ առավոտ է, ես արդեն առավոտից հաստրել եմ ահագին գործանը, եկել եմ այգի, մաքրել եմ ես դիմացի հատվածը, մաքրել եմ մի քիչ մեր հատվածը, հիմա էլ փոքրիկներին բերել եմ, որ իրանք ուրախանան, լողանան, ես տեղ նսած եմ իրանք իմ վրա ջուր են լցնում բնականաբար, բայց այնքան լավ հով է, այս ժամին առավոտ եւի 10-ն է հիմա, այս ժամին այս հատվածում ընդհանրապես հով է, արև չկա, վերջապես գնեցի կրեմ արևային, չգիտեմ ինչի, ուղղակի մտքիցս թռել էր եւ այսքան օրը իրանք առանց կրեմ էին, բայց լավ ոչ մեկ չի վարվել ժողովուրդ, լավ ենք բրծել, այնպես որ վայելում ենք ամառը, մեր այս կողքի տների համարյա բոլոր հարևանները գնացել են, այստեղ չգիտեմ Իտալիայում էսպես է, եթե տեղյակ եք, օգոստոս ամսին ամեն ինչ փակ է, օգոստոսի 1-ից մինչև 30-ը բոլոր խոշոր ընկերությունները, կահույքի գործարանները, այսինքն մեծ արտադրությունները, որոնք անհատների չեն հատկապես, հա, հենց իմ մեծ արտադրություններ են, հա, իրանք բոլորը փակվում են, ինչպես նաև փակվելու են բոլոր տարբեր տեսակի էլի կերամիկա եւ այլ արտադրություն դրանք են բոլորը փակվում, այդ դրանց խանութները բաց կլինեն մինչև մոտավորապես օգոստոսի 10-ը, հետո իրանք էլ կրկին կփակվեն, այսինքն ձեզանից պատվեր կընդունեն եւ սանտեխնիկայի եւ կահույքի եւ այլ կընդունեն պատվեր, բայց չեն իրականացնելու բնականաբար, որտեղ ամեն ինչը փակ է, երբ որ իրանք կվերադառնան, բոլոր արձակուրդներից կվերադառնան, այդ ժամանակ այստեղ կյանքը կիեռա։ Բացի դրանից այստեղ կա սենց տոն, կոչվում է Ferragosto, դա օգոստոսի 15-ն է, բոլորը պարտադիր օգոստոսի 15-ին պետք է լինեն ծովում։ Եթե դուք այդ օրերին որոշեք դուրս գաք ավտոստրադա, որ գնաք ծով կամ անհնար է ժողովուրդ, լինելու են ահավոր պրոբկաներ, խցանումներ, այսինքն անհույս է, որ դուք կարողանաք հասնեք տեղ, էլ չեմ ասում, որ դուք նույնիսկ չեք գտնի հովհար, ոչ էլ շեզլոնգ, ոչ մի բան դուք չեք գտնելու, որտեղ նախապես դա պատվիրված է ու այնքան մարդ է հավաքվում այդ օրին, որ հնարավոր չի որևէ բան գտնել։ Ինչպես տեսնում եք, իմ հետևը դեռ ամեն ինչ սենց թափթփված է։ Այստեղ շինարարությունից մնացած ցեմենտներն է, այստեղ իրանց հեծանիվներն է, այս դույլի տակը հոսանք է դրա համար սենց իրանք փակել են, որ ջուր չլցվի, մինչև որ ստեղ կկարողանանք իրականացնենք հողանոցը ժողովուրդ։ Ամեն դեպքում այնքան դատարկ է քաղաքը, խանութները, սուպերմարկետները, բոլորի այդ պերսիանաները փակ են, մարդ չկա, չգիտեմ, մի քիչ տխուր է քաղաքը դառնում, բայց հիմա որ գնաք ծովային քաղաքները, այնտեղ կյանքը եռում է, արդեն ասել եմ ամենալավագույն Իտալիայում ամենալավագույն լողափներից մեկը հենց Տոսկանայում է, կոչվում է Forte dei Marmi, փողոցում որ քայլեք թվա Ռուսաստանում եք, որովհետև բոլորը ռուսներ են համարյա թե, ամենաթանկարժեք կուրորտն է ամբողջ Իտալիայում ենթադրում եմ, այնտեղ կարող հասնել օրական այս մի հովհարը 2 շեզլոնգով աբսուրդային գների, կարող հասնի 300 եվրոյի մի օրը, պատկերացնում եք, առավոտ եկում, որ դուք վարձեք այդ հովհարը, զոնտիկը, հա, իր շեզլոնգով։ Սովորական, եթե գնաք ցանկացած լողափ, գինը կտատանվի, ասենց ասեմ, սկսած 15 եվրոյից, մեկ հովհարը 2 շեզլոնգով կամ 2 աթոռով, հա։ Կան նաև ոնց որ հայերեն չեմ հիշում, բիսեդկա, կարող եք վարձել բիսեդկա, այսինքն տենտի տակ լինի այդ ամենը, դա կարող է 30 եվրո լինի, այդ ամենը Forte dei Marmi-ում կարող է արժանա 700 եվրո, 500 եվրո, այսինքն աբսուրդային գներ են, էլ չեմ ասում ընդեղ ամեն մի, այստեղ կոչվում է ամեն մի այդ լողափը, կոչվում է բանյո համար էս ինչ, բանյո համար են ինչ, կամ այդ բանյոն ուղղակի ունի անուն, օրինակ բանյո Նեպտունո, բանյո չգիտեմ Վեներա, ամեն մեկ ունի իր անունը, ամեն մեկ ունի իր արժեքը ըստ իր ստատուսի, կան բանյոներ, որտեղ կա օրինակ լողավազան, որը կներառի այդ գնի մեջ, այդ արժեքի մեջ կլինեն նաև հանդերձարաններ, սովորական, այսինքն ընդամենը հատվածը, որ բացում եք, փոխում եք, կլինի սանհանգույց, կլինի մեջը սրճարան, որտեղ կլինի շատ վատ ուտելիք, հիմնականում ամեն ինչը սենց ասենք տապակած ու սենց ձեթի հոտով ժողովուրդ, բայց թանկ, էդ էլ հաշվի առեք,
Բացի այդ sense բանել ունեն իրանք, եթե ուշադրի լինեք իրենց այդ լողափերում, բանյոներում, կա sense մի ոնց որ փողոցիկի նման մի բան, ամեն մի այդ լողափում, հա, sense շարքա, երկար շարքա, sense փոքրիկ տունիկներ են։ Ես սկզբից չէի հասկանում այդ ինչ տունիկներ է, հետո մի քանի անգամ մենք վարձեցինք, որ գնում ենք, ուրեմն գիտեք ինչա, sense ասեմ, մի մետրի հենց տունիկա, sense տեսքից էլ տունիկա, sense դռնով, բանով, կա որ պատուհան ունի, կա չունի։ Ուրեմն դա կրկին առանձին գումարի համար կարող եք վարձել դա։ Ինչ եք անում, որ եթե օրինակ եկել եք, հա, դուք հյուրանոց չունեք օրինակ, հա, կամ հյուրանոցը հեռու է, դուք եկել եք եւ ձեր իրերը տեղադրում եք այդտեղ, ձեզ բանալի են տալի, որ փակվում է։ Կարող եք գնաք այնտեղ փոխվեք։ Շատ անգամ մի փոքրիկ sense բալկոն ա ունենում այդ տունիկը սեղանով, մարդիկ այդտեղ հաց են ուտում։ Իդեպ, որ ճիշտ ասեմ, նո չեմ ասում Forte dei Marmi, ավելի սովորական հա վայրերում մի քիչ ինձ մոտ հիշացնում է սովետական այդ վիճակը ժողովրդն, որ մարդիկ պլաժում իրանց ուտելիքն են ուտում ու էլի շատ հակասական բաներ կա այստեղ, մտածում ես Եվրոպա է, ամեն ինչը պետք է ավելի ոնց որ զարգացած լինի, հա։ Իրանք խուսափում են սրճարանից գնան հաց ուտեն շատերը, որտեղ բավականին արժեք ունի։ Իրանք կարող են բերել մի հատ փոքրիկ գազօջախ իրանց հետ, այնքան ծիծաղալու է ժողովուրդ կողքից նայում ես, այդ տունիկի մեջ, ոնց որ քիչ անում այդ տունիկի մեջ ապրեն։ Մի մետրի է, հիշացնում եմ։ Ուրեմն այդ դիմացի հատվածը, որ կա այդ սեղանիկ ու աթոռները, այդ ինչ ասեմ, կարող է 2 հոգի նստի, հա, տեղ լավագույն դեպքում։ Այդտեղ իրանք կարող է հանեն իրանց պաստաները, ամեն ինչը հենց այդտեղ նստեն, ուտեն, ու նորից գնան լողափ հանգստանալու։ Այսինքն աշխատում են մինիմալ ծախսեն իրանց հանգստի վրա ժողովուրդ։ Բավականին հետաքրքիր է այդ ամեն ինչին նայել։ Իրանք հետո սենց ասեմ, Իտալիայում 90% հյուրանոցները իրանք չունեն լողափ։ Օրինակ Եգիպտոսում, Անտալիայում եւ այլն ոնց է, բոլորը ունեն իրանց անձնական լողափերը, հա, Հունաստանում։ Այսինքն քո հյուրանոցը ունի իր լողափը, այստեղ տենց բան չկա։ Ոչ մի հյուրանոց չունի լողափ։ Ու հյուրանոցները միշտ լինում են մի փողոց, այսինքն փողոց է, մեքենայով փողոց է, իսկական փողոց է, որ դուք պետք է հատեք, որ հասնեք այդ բանյոին։ Այսինքն տուն կվարձեք, հյուրանոց կվարձեք, ինչ ուզում եք վարձեք, նա լինելու է հետևը։ Այսինքն դուք ուզեք պետք է ձեր բոլոր իրերը հավաքեք, որ գնաք լողափ, որտեղ դուք րոպե մեկ չեք գնա գաք։ Բավականին անհարմարություններ կան եվրոպական հանգստի մեջ։ Կան հյուրանոցներ, որ ունեն, ես եղել եմ մի քանիսում, որ ունեն, բայց ել եմ կրկնում, այնքան քիչ են, ամեն մի մեծ քաղաքում լողափում ու կարող է մի հատ հյուրանոց լինի, որ ունի իր լողափը, հա, իր անձնական լողափը, հիմնականում չունեն։ Մի քանի խորհուրդ տամ, եթե գալու եք Ֆլորենցիա, որոշեք հանկարծ գնաք ծով։ Ֆլորենցիային ամենակից ծովը դա համարեն կամ Վիարեջջոն է կամ Տիրենյան է։ Մեր տնից երկուսն էլ մոտ 45-ից 50 րոպե են, եթե չեղավ խցանում, եթե խցանող եղավ, կարող ժամուկես հասնեք ժողովուրդ։ Տիրենյան Պիզայի լողափներն են։ Պիզան հենց ծովափում է գտնվում, չգիտեմ, եթե տեղյակ եք։ Պիզան հենց ծովափին կից քաղաք է։ Եվ իր լողափային այդ հատվածը, հա, կոչվում է Տիրենիա։ Ընդհանրապես շատ երկար է Տոսկանայի լողափերը, բավականին մեծ, քանի կիլոմետրներով սփռվում է, եւ այդտեղ Տիրենյան ծովն է, բավականին հանգիստ ծով է, մաքուր ծով է, ես ձեզ կարող եմ ասեմ, ու շատ են այդտեղ կուրորտները, այսինքն սկսում է Forte dei Marmi, Massa Carrara, հետո գալիս է հենց այդ Վիարեջջոն, Տիրենյան, San Vincenzo, Վադա, Ֆոլոնիկա, Գրասինի, շատ ապա Լիվորնոն է ճանապարհին, բայց Լիվորնոն իհարկե չեմ խորհուրդ որ գնաք այնտեղ ծովափ, միևնույն է դա նավահանգիստ է, այնտեղ մաքուր չի, որպես դες խորհուրդ տամ գնալ օրինակի համար Լիվորնոյում մնալ եւ գնալ այնտեղ լողափ չէ։ Եթե կլինեք Լիվորնոյում օրինակ կամ ճանապարհին կամ երեխաների հետ եք հատկապես, կա Լիվորնոյում ակվարիում, շատ լավ ակվարիում է, բավականին այդպես մեծ չի իհարկե, շատ ճոխ չի, բայց մի օր կարելի է անցկացնել, խորհուրդ կտամ անպայման մտնեք այնտեղ եւ երեխաներին ուրախացնեք այսինքն ձկնաշխարհը տեսնելով։ Բացի այդ, եթե դուք օրինակ մեքենայով եք ճամփորդում,
եթե մեքենա եք վերցնում վարձում, հա, օրինակի համար այդ փողոցը, որն է սխալ եմ ասում, ավտոստրադան, հա, անվճար ավտոստրադայի դեպետ հատվածում գնում է հենց ծովի ափով, բայց սարերի վերևով։ Այդ վերևից տեսարանները խենթացնող են, որ ճիշտ ասեմ, հատկապես այդ Լիվորնոից, եթե հետ եք գալի Ֆլորենցիա, հիանալի այդ տեսարաններն են անծայրածիր այդ ծովով, այդ գույնը, այդ երկնագույնը, մի խոսքով շատ գեղեցիկ է։ Էլ չեմ ասում, որ Լիվորնոյի տարածքում կան շատ ռեստորաններ, որոնք հենց այդ սարի եզրին են, որտեղ կարելի է ընթրել կամ ճաշել այդ տեսարանով, այդ ծովերի հիանալի է։ Եթե օրինակ վարձում եք մեքենա, բնականաբար շատ ավելի հեշտ է, դուք կարող եք ամբողջ այդ կոստան, այսինքն լողափերը, հա, պաբիրեժա, չգիտեմ ոնց հայերեն մոռացա, այդ հատվածը ամբողջը երթևեկեք, ընտրեք, տարատեսակ ձեզ հարմար լողափեր, հա, տեսնեք քաղաքները, շատ գեղեցիկ քաղաքներ կան հենց այդ հատվածներում։ Եթե մեքենայով չեք, կարող եք օգտվել գնացքից, օրինակ հենց Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նովելլա կայարանից գնացքը շատ հաճախ գնում է Վիարեջո, հենց Վիարեջոյում իջնում, այնտեղից մի քանի քայլ է դուք արդեն կտեսնեք ծովը, կարող եք նստել գնացք եւ գնալ օրինակ Պիզա, Պիզայից վերցնել սովորական քաղաքային ավտոբուս, համարը որ մի քիչ գիտեք փորձեմ, հիշեմ, նույնիսկ համարը ձեզ կգրեմ, որը որ Պիզայից գալիս է Տիրենիա, այսինքն ծովա, բայց քաղաքային տրանսպորտ է, այնպես որ հատուկ տրանսպորտ է գալիս այնտեղ։ Պիզայից քաղաքային տրանսպորտով ամեն օր կարող եք 15-20 րոպեում դուք գնալ ծովա, լողալ եւ գալ հետ օրինակի համար, դա էլ է տարբերակ։ Կրկին նույն այդ գնացքներով կարող եք հասնել եւ Ֆորտե դե Մարմի եւ Մասսա Կարարա, այդ Մարիա Պետրասանտա, դրանք մի քիչ էլիտար, Վիարեջոյից սկսած, ինձ ասեմ, մի քիչ էլիտար կուրորտներ են։ Հակառակ կողմ, եթե գնանք, ավելի մի քիչ էկոնոմ կուրորտներ են, հա, եթե sense նկարագրեմ։ Ու նայեք, հերթականությամբ գնում է այդ Մարինա Պետրասանտա, Ֆորտե դե Մարմի, Մասսա Կարարա, դրանից հետո գալիս է Չինկվե Տերը, այսինքն բոլոր այն Ռիո Մաջորեն, գույնզգույն սիրուն քաղաքները, եթե շարունակեք այդ ճանապարհը, այդ ծովին զուգահեռ, դուք կհասնեք Չինկվե Տերը։ Եթե չեք եղել, դա էլ ձեզ հետաքրքիր է, ել չեմ ասում, որ գնացքով էլ կարող եք այդ ամենը անել, հետո գնացքով էլ հետ գաք ու կանգնեք որևէ տեղ ծով ափում օրինակի համար։ Իրանք իրանց հավեսն են հանում ժողովուրդ։ Եթե ավելի սիրում եք հանգիստ, ոնց որ էլի կրկնում եմ Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրում, այսինքն all inclusive հանգիստ, Տոսկանայում, եթե չեմ սխալվում, մի հատ հյուրանոց եմ այդպեսին տեսել։ Ինձ գիտեք ինչ հիշացնում է all inclusive, բայց որևէ կապ չունի all inclusive-ի հետ, չէ, երկու հյուրանոց, մեկում եղել եմ։ Մեկը կոչվում է հենց San Vincenzo Resort։ Գիտեք all inclusive ասվածը ինչում ներկայանում, որ 3 անգամյա սնունդ էր, բայց չկար օրինակ, երբ ուզում ես գնաս հյութ խմես, ջուր, այդ չկար։ Մենակ ոնց որ 3 անգամյա սնունդ էր, լավ սնունդ էր, հավատը չէր։ Հյուրանոցը բավականին մեծ էր, ուներ 1 լողավազան եւ ուներ իր լողափը։ Այ չեմ կարողանա հիշեմ արժեքը, որ ձեզ ասեմ, այդտեղ ես եղել եմ, շատ սիրուն էր, շատ դուրս եկավ, բայց էլ եմ ասում, շատ զիջում է Եգիպտոսի, Հունաստանի եւ այլ Կիպրոսի, հա, հյուրանոցներին շատ է զիջում, ես կասեի նույնիսկ կապ չունի, բայց արժեքով կլինի շատ ավելի բարձր։ Եթե դուք նման հանգստի սիրահար եք, ես չէի խորհուրդա ձեզ ընդհանրապես այստեղ գալ։ Եթե օրինակի համար դուք փնտրեք վայր, որ սիրահար եք քաղաքային հանգստի, հա, մեքենա եք վարձել, ուզում եք պտտվեք եւ ճանապարհին կանգնեք, գնաք օրինակ լողանակ անվճար լողափերում, ամբողջ Տոսկանայով, շատ քիչ լողափեր են մնացել, որոնք անվճար են։ Այսինքն բոլոր այդ լողափերը ինչ որ մեկը նայում է, ասենք ասենք, հա, ինչ որ մեկինն է, որը խնամել է, տեղադրել է բոլոր այդ աթոռները, սարքավորումները եւ այլն մաքրում է, հա, այսինքն անվճար լողափ, որ դուք բերեք ձեր սրբիչը դնեք, չեք գտնելու, շատ քիչ են։ Իդեպ Տոսկանայում մի հատ լողափ կա, անունը դրած աստեղ, ոնց որ Մալդիվներ լինեն, ես հեսա կփորձեմ ստեղ միտեղ նկարը տեղադրեմ, ես անձամբ եղել եմ, սպիտակ ավազը եւ երկնագույն ջուր, բայց դա որևէ կապ չունի, դա բնական չի։ Այդ տարածքում կա գործարան սոդայի
Եվ բոլոր այդ մնացորդները գնում են ուղիղ մտնում ծովի մեջ։ Դրա համար ջուրը սպիտակ է, այդ ավազը սպիտակ է, շատ գեղեցիկ է։ Ինչ ճիշտն է, շատ գեղեցիկ է ժողովուրդ, բայց այդքան էլ առողջարար չի այնտեղ գնալ, բայց իսկապես տեսքից ձեզ կթվա, որ դուք Մալդիվներում եք։ Գտնվում է Վադայում։ Բացի այդ քաղաքային մասից ունենք նաև մեկ կղզի, կոչվում է Իզոլա դի Էլբա, էլի հիասքանչ վայր է, ժողովուրդ, որտեղ կարող եք հասնել տրագետով, այսինքն մեծ նավա, որով նույնիսկ մեքենա է տեղափոխում եւ այլն, կարող եք հասնել այնտեղ վայելել ձեր հանգիստը, հիասքանչ կղզի է, բավականին սիրուն է, ես ձեզ ասեմ, եւ նայած ինչ տեսակ հանգիստ եք սիրում, Եթե ավելի սենց գլամուր, սենց ասեմ հանգիստ եք սիրում, ապա Վիարեջոյից այդ հակառակ կողմը պետք է գնաք, որտեղ հասնեք Չինկվե Տերրա։ Եթե սիրում եք ավելի ոչ գլամուր, սենց ասեմ հանգիստ, ապա Վիարեջոյից Պիզայից հակառակ ուղղությամբ եք գնում, դեպի Հռոմ ուղղությամբ, սենց ասեմ, որ պատկերացնեք, Շատ հետաքրքիր բաներ կան, շատ սիրուն քաղաքներ կան։ Իհարկե, եթե մեքենա ունեք, կարողանաք մեքենայով պտտվեք, շատ ավելի մեծ բավականություն կստանաք, որտեղ կարող եք ճանապարհին պտտվել, գնալ այլ քաղաքներ, ձեր ճանապարհին նայեք, օրինակ Վոլտերան, որը բավականին սարերում է, բայց Իրանից կարելի է հասնել ծովափ, Շատ հետաքրքիր կարելի է կազմակերպել հանգիստը եւ տեսնել շատ հետաքրքիր բաներ նաեւ։ Իտալացիների մեջ շատ ընդունված է, Աթենացի, որ համարյա այդ մեկ ամիս իրենք հանգստանում են, իրանք այստեղ բոլորը չասեմ, բայց շատ-շատերը ունեն կամպեր։ Կամպեր, այսինքն տուն մեքենա, որ տարբեր տեսակի կարող են լավերից մինչև ամենահասարակները, իրենք դա վերցնում են ամբողջ ընտանիքով շուն կատվով, ամեն ինչով տեղավորվում են մեջը։ Եվ այստեղ կան բազմաթիվ կանգառներ, որոնք ապահովված են սանհանգույցով, դուշով, ամեն ինչով, այսինքն հենց այդ կամպերների համար դրանով գնում են Ֆրանսիա, դրանով գնում են Իսպանիա, այսինքն դուրս են գալի ամբողջ եվրոպական գոտին ուսումնասիրելու։ Օրինակ ես վերջերս մեր հենց տան ջիոմետրան, ասենց ասեմ, ինքը իր ընտանիքով գնացել են Ֆրանսիայի հյուսիս, ամբողջ, այսինքն մեքենայով պտտվել են, տարբեր տեղեր կանգ են առել, ժամանակ են անցկացրել, վերադարձել են։ Հիմա իրանք կգնան ծովային հանգստի արդեն Ռիմինիի կողմը։ Այնպես որ իրանք շատ տարբեր են իրանց հանգիստը կազմակերպում։ Իրանք կարողանում են, այսինքն գիտեք, ես ինձ եմ հիշում, երբ որ ես Հայաստանում եմ, իմ մոտ դա 7 օրներ, 10 օրներ, որ ես պետք է գնայի հանգստանալու վերջ։ Իրանք մի քիչ ավելի երկար է իրանց մոտ, իրանք կարողանում են տարբեր վայրեր այցելեն այդ իրանց հանգստի ընթացքում, այսինքն 30 օրվա ընթացքում մի քանի տեղ են գնում, ոչ թե գնում են 7 օր ծով եւ վերջ, այ նախ ծովը իրանց կողքն է, իրանք կարան ամեն շաբաթ կիրակի գնան լողանան գան, բացի այդ կարող են կամպերով գնալ պտտվել քաղաքներում, կարող են ընտրել Իտալիայի որ հատվածը գնալ ծովափ, շատերը օրինակ Ֆլորենցիայից գնում են մեքենայով մինչև Սարդինիա կամ մինչև Սիցիլիա, այսինքն այն հատվածը մինչև որտեղ կարելի է մեքենայով գնալ, հետո նստում են կրկին տրագետո, այդ նավը, որով մեքենայով կարող ես մտնել մեջը, այդ նավերով կարողանում են հասնել նաև Սիցիլիա եւ ունենալ իրանց մեքենան, այսինքն պետք չի այնտեղ մեքենա վարձել եւ այլն, դուք հենց մեքենայից դուրս եք, նավից դուրս եք գալի ձեր մեքենայով եւ վերջ։ Կա, եթե չունեք օրինակ մեքենա, կա գնացք, որը գնացքը գնում է, Սիցիլիայում կրկին մտնում է նավի մեջ, գնացքը անջատվում է, մտնում է նավի մեջ, տեղափոխվում է այդ հատվածով, հասնում է Սիցիլիա, գնացքը շարունակվում է իր ճանապարհը, այսինքն դուք գնացքից չեք էլ իջնում։ Ձեզ համար ասենց ասեմ տարբերություն չկա, դուք ոնց գնացքում նստած կաք, այդպես էլ գնացքով գնում եք, հասնում եք Սիցիլիա, գնացքից իջնում եք, ոտով գնում եք ուր որ ուզում եք գնաք։ Այսինքն գնացքով էլ, ոտքով էլ, ոնց ասեք, կարող եք ձեր հանգիստը կազմակերպել, դե ինքնաթիռի մասին չեմ ասում, ներքին ինքնաթիռները բազմաթիվ են, ամենտեղ թռնում են, կես ժամ 40 րոպե լավագույն դեպքում արագությամբ, այնպես որ Իտալիայում կարելի է նույնիսկ այստեղից ոչ միտեղ չգնալ հանգստանալու ժողովուրդ, որտեղ այնքան բազմազան է սկսած սարերից, վերջացած 3-4 ծովով իր շուրջը շրջապատված, դուք դրա կարիքն չունեք ինչ որտեղ գնալու։
ամենուրեք կարող եք հասնել գնացքով, ցանկացած ռեգիոն, ամենանույնիսկ այն փոքր քաղաքը համարյա թե բոլոր գնացքները հասնում է, եթե գնացքը նույնիսկ չի կարողանում հասնել, ուրեմն այնտեղ կա ավտոբուս, որը շատերա, հա, կփոխարինի գնացքը, որը ձեզ կրկին կհասցնի ցանկացած կետ, որ դուք հանկարծ ոչ մի բանից պակաս չմնաք, ժողովուրդ։ Մենք ինչպես տեսնում եք, մեր հանգիստը դեռևս մեր այգում ենք անցկացնում, մեր լողավազանում ընկերներ, բայց էլ եմ կրկնում, քաղաքը մի քիչ տխուր է, շատ քիչ մարդ է, այսինքն բնակելի թաղամաս, հիմա որ գնամ կենտրոն երևի միլիարդավոր մարդիկ կլինեն, բայց այս բնակելի թաղամասերով մի քիչ ավելի քչացել է ժողովուրդը, դուք դա զգում եք եւ մեքենաների քանակից եւ ամեն ինչից ժողովուրդ։ Այնպես որ կիսվեք, դուք ինչպես եք պատրաստվում անցկացնել ձեր հանգիստը եւ կուզենայիք Իտալիայով այտենց ճամփորդել ամբողջ Իտալիան տեսնելով, թե ոչ, կսպասեմ ձեր կոմենտարիաներին։ Այսօր մեր մոտ պիցա է լինելու, բայց ես չեմ պատրաստ իհարկե։ Սա այն պիցաներից է, որ ես գնում եմ սառացրած, հետո ես վրան ավելացնում եմ ինչ ուզում եմ, այսինքն բազան մարգարիտա է։ Հետո վրան ես լցրել եմ թոննա տեսակի ձուկ եւ դրել եմ ջեռոցը։ 2-3 րոպեից պատրաստ կլինի։ Սա մեր ընթրիքն է այսօր։ Ժողովուրդ, գնացել էինք գնումների։ Այս անգամ այսպես արդեն ամեն ինչ դասավորել եմ, հերթով ձեզ ասեմ։ Սա կոչվում է գրիսինի, ամբողջական հացահատիկից պատրաստված sense չորահացեր են։ Այնուհետև վերցրել եմ այսպիսի կրեկերներ, որոնք կրկին պատրաստված են ամբողջական հացահատիկից։ Այնուհետև վերցրել եմ պիցան, որը ձեզ ցույց տվեցի, մեջը 2 հատ է, ինքը այսպիսի արդեն մարգերիտա է, դուք արդեն վրան կարող եք ավելացնել։ Սա բազա է։ Այնուհետև վերցրել եմ կաֆեֆիլ, այս տեսակի բիսկոթիներ, 2 տեսակի պաղպաղակ, այսինքն 4 տեսակա մեջը իրականում, 2 տարբեր վերցրեցի, այսինքն։ Այնուհետև վերցրեցի ձմերուկ, եթե գինը հետաքրքիր է, ձեզ ցույց տամ։ Վերցրեցի այսինքն վերմիշել, մենք սիրում ենք բրինձի հետ ուտել, կիսվեմ ձեր հետ բաղադրատոմսով մեկ անգամ։ Վերցրեցի առանց կորիզ, այսպիսի խաղող, իդեպ շատ տարօրինակ է, որ ամեն ինչը արդեն առանց կորիզ է։ Վերցրեցի այսպիսի տորտիլաներ, որտեղ հիմա կպատրաստեմ հումուս, կծու են սրանք։ Վերցրել եմ ևս այսպես չիփսեր, էլի հումուսի հետ։ Սա վերցրել եմ երեխաների համար պոպկորն։ Վերցրեցի 2 տեսակի պաստա, իդեպ եթե այս բրենդը տեսնեք, վերցրեք, որտեղ շատ լավ բրենդ է, ու տեսնում եք պաստան, որ ձեզ ասում եմ մի քիչ սպիտակավուն է, այլ ոչ թե դեղին է, այլ ոնց որ սպիտակ լինի մի տեսակ, սա ավելի լավ որակը, քան դեղին պաստան, երկուսն էլ նույնն են։ Վերցրել եմ մոցարելլա, վերցրել եմ 6 հատ այս թեյերից, այստեղ Իտալիայում իտալական երեխաները խելագարվում են սրա համար, չգիտեմ ինչի, թեյ է իրականում։ Իմ աղջիկը վերցրեց սենց չգիտեմ ինչ կանֆետներ ժողովրդից, նույնիսկ չգիտեմ ես ինչա։ Վերցրեցինք ֆարրո պերլովկա, այդ չեմ հիշում, պերլովկան է սա, ֆարրոն պերլովկան է, թե աճարն է, չէ աճարը կամուտն է, ֆարրոն երևի պերլովկան է ժողովրդ, սենց պիադին է, հենց այդ պերլովկայից պատրաստած, աղջիկս վերցրեց իրան ռավիոլիներ սպանախով եւ ռիկոտայով, մի հատ այսպիսի բրոկոլի, ռիկոտա, 2 տեսակի ֆաջոլի, լոբի, մեկը սպանիա տեսակի, մեկը կորոնա տեսակի, ասել եմ արդեն Իտալիայում շատ են ուտում լոբազգիներ, ես էլ սկսել եմ իրանց նման։ Վերցրել եմ չեչի, այսինքն այս հումուս, նուտ, չգիտեմ ոնց կլինի հայերեն, վերցրել եմ 2 հատ սենց խոհանոցի սրբիչ, սալատ, արդեն կտրատած և լվացած ժողովուրդ, այստեղ ունեմ տարբեր պանիրներ, ունեմ պարմեզան, այսինքն թերթիկներով սալատների համար, ունեմ ֆոնտալ այս տեսակի պանիր և այս տեսակի 3 տեսակի պանիրներ կան, արդեն կտրատած, ինձ որ լսեք 3-ն էլ պլասմասա, մեր հայկական պանիր ինչի հասնի, բայց դե ինչ խուր է, ինչ կա։ Վերցրեցի սենց խնձորներ, լոլիկ,
Այս հիասքանչ դեղցը չկարացայել չվերցնեմ, ձու տրոպեայի սոխն եմ վերցրել են իրենց քաղցր, այստեղ վերցրել եմ սենց նեկտարին, այստեղ ունեմ կաթ, առանց պարցիալմենտ էս կրեմատո, այսինքն կիսով չափ յուղահանած, սենց ասեմ, պեպսի առանց շաքար, այստեղ վերցրել եմ սենց բան, որ փորձեմ ժողովուրդ, չգիտեմ ինչ մեկը փորձել է, ես ենթադրում եմ, որ սա լավ բան չի լինի, բայց չգիտեմ ինչի վերցրեցի անկախ ինձնից, Nescafe cappuccino։ Այնուհետև վերցրեցի passata di pomodoro, աղջիկս իրան վերցրեց սա, ինչի վրա լցնելու դի ես չգիտեմ, իմ սիրած կոկա-կոլան, այս երևի ամենահամով կոկա-կոլան ա ժողովուրդ, եթե չեք փորձե, ասեք մոտեցնեմ, այսա, իսկապես համով ա, որ ճիշտ ասեմ, ինչ շատ ա դուր գալիս, առանց շաքար, առանց կաֆեին։ Եվ մեկը ես սա եմ շատ սիրում ժողովուրդ, այս սա պատրաստվում է կոճապղպեղից, ինքը դառնոտ քաղցրոտ սոկա, երբ որ սարումը շատ լավն է, բոլոր կաֆեներում սա կգտնեք։ Այսքանն էին մեր գնումները, հիմա ես ձեզ ցույց տամ ինչքան ենք ծախսել, ուրա մեր երկար թերթ, այսքան, 112 եվրո 26 ցենտ, այս ամենի համար։